Բարի երեկո Աստծո ժողովուրդ։ Գիտեք, ամեն անգամ, ամեն ճամփորդության ժամանակ, ամեն օր հաղորդակցելու Աստծո զավակների հետ, ամեն պաշտամունքին յուրովի եմ հասկանում Աստծո ողորմությունը։ Ամենայն անկեղծությամբ իմ համար ամեն մի օրը դա Աստծուց պարգև է, ժողովուրդ ջան։ Աստծուց պարգև է վայելելու իրան, վայելելու իր ներկայությունը, վայելելու իր զավակներին եւ իր խոսքի առաջնորդությունը։ Գիտեք, որ գնացել ենք կոնֆերենցիայեր, հետո հովների հանդիպում էր, շատ օրտյալ ժամանակ անցավ, շատ օրտյալ, բայց մի բան, որ իրոք ձեր պակասը զգում եմ, իրականից կարոտում եմ։ Չգիտեմ, Տերը դրել է սրտի մեջ, ձեզ բոլորը շատ սիրում եմ, շատ ուրախ եմ, որ այսօր ձեր մեջ եմ։ Եվ որ ասեցի ամեն օր իմ համար դա Աստծո պարգևն է, ուզում եմ ասեմ, մի օր եղավ եւս 2000 տարի առաջ, մի հատ հետաքրքիր օր էր, գիտես, երբ որ աշակերտները հավաքված էին միտեղ եւ Սուրբ Հոգին իջավ իրանց վրա։ Եվ այդտեղը շարժվեց Աստծո խոսքն ասում է, եւ հավաքվեցին մարդիկ մի խոսքով կարճ կապեմ, որտեղ ես չեմ քարոզելու։ Պետրոսը հարցին ասին, ինչ անենք։ Տեսեք երկրորդ գլուխ 38 խոսքում ինչ ասում Պետրոս առաքյալը։ Պետրոսը նրանց ասեց. «Ապաշխարեցեք եւ ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար եւ Սուրբ Հոգու պարգևը կընդունեք, որովհետեւ ձեզ եւ ձեր որդկանց համար է այս խոստմունքը եւ այն ամեն հեռավորների համար, որոնց մեր Տեր Աստվածը կկանչե»։ Օրտյալ է իր անունը եւ իր շատ խոսքերով վկայություն էր դնում եւ հորդորում էր եւ ասում. «Ազատվեցեք այս թյուր ազգիցը» եւ նրանք, որ նրա խոսք ուշադրություն հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցան։ Ուզում եմ ասեմ, որ Տերը ասել է, որ Սուրբ Հոգին պարգևը ձեր եւ ձեր որդկանց եւ հեռավոր բոլոր նրանց մեր համար է, այդ խոստմունքը մեր համար է։ Ասում ովքեր հոժարվեցան եւ ընդունեցին, մկրտվեցան։ Փաստորեն հոժարությամբ ընդունելության հարցը։ Եվ ես համոզված եմ, եթե մեկ հոժարությամբ ընդունի, Տերը կմկրտի։ Բայց ուզում եմ ասել, բոլոր նրանք ովքեր մկրտվել են, այսօր մենք բան ունենք իրար հետ անելու։ Ովքեր չունեն կարող են խնդրել եւ Տերը կտա, իսկ ովքեր ընդունել են, Սաղմոս 147:1-ում մի հատ շատ լավ համար է, որ այսօր սրտից կպել է, կոչ եմ անում դառնով մեր ձայնը բարձրացնենք։ Օրտեցեք Տիրոջը, որովհետեւ բարի է մեր Աստծուն Սաղմոս ասելը, որովհետև քաղցր եւ գեղեցիկ է օրտաբանությունը։ 3 հատ բան Աստծո ժողովուրդ, օրտեցեք Տիրոջը, որովհետև բարի է։ Ասա բարի է Տիրոջը Սաղմոս ասելը, որովհետև քաղցր է, որովհետև գեղեցիկ է օրտաբանությունը։ Արի այդ բարիությունից, այդ քաղցրությունից, այդ գեղեցկությունից ես դու բաժին ունենանք։ Կանգնենք մեր ոտքերի վրա եւ մեր շնորհակալությունը բերենք Աստծուն, որովհետեւ գիտես, շատ անգամ Աստծո շատ պարգևներ մենք չենք հասկանում, այնց ոնց որ կա։ Շատ ներողություն սա էլ ասեմ, տղայիս մի տարի առաջ, 2 տարի առաջ մի հատ նվեր եմ տվել, մինչեւ հիմա չենք բացել։ Հասկացանք, որ մենք չենք հասկանում, խաղ է, այդ խաղալիք է, բայց ինքան խորն է, որ զայլա չարեց ինչ ասած, չգիտենք իր ամեջի խորությունները։ Տիրոջ պարգևները շատ անգամ, հատկապես Սուրբ Հոգու պարգևը, մենք ոնց որ պետք արժանագույն կերպով մենք չենք հասկանում այսօր։ Յանի թե մենք հասկանայինք, մենք գիշեր ու ցերեկ կհաղորդակցվենք Աստծո հետ։